Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 10։ 40 տարի զզվեցա այն ազգիցը, և ասեցի, նրանք այնպիսի ժողովուրդ են, որ մոլորված են սրտով, նրանք չեն ճանաչում իմ ճանապարհները։ Սաղմոս 95-րդ գլուխ 10-րդ խոսք։ Նա, ում Աստված աշխարհ ուղարկեց, լինելու աշխարհի լույսը, ամբողջ եկեղեցու գլուխը և ճշմարիտ հավատքի ու առաքինության կատարյալ օրինակը, բոլորի կողմից ընդօրինակման արժանի, հովիվը, որին ամբողջ հոտը պետք է հետևի ուր էլ որ գնար, Տեր Հիսուս Քրիստոսը, մարդ էր, ով աչքի էր ընկնում զարմանալիորեն քնքուշ և սիրող սրտով, և նրա առաքինությունը մեծապես արտահայտվում էր սուրբ զգացմունքների դրսևորմամբ։ Նա Աստծո և մարդու հանդեպ եռանդի, զորության և սիրո ուժգնության ամենամեծ օրինակն էր, ում երբևէ տեսել է որևէ մեկը։ Հենց այս սուրբ զգացմունքներն էին, որ հաղթեցին այն մեծ ներքին պայքարում, որ նա ուներ իր տառապանքների ժամանակ, երբ ջերմեռանդ աղոթքով, բարձր աղաղակով և արցունքներով պայքարում էր արյան կաթիլների պես քրտինք թափելով։ Նրա սուրբ սիրո զորությունն այնքան մեծ էր, որ այն ավելի ուժեղ էր, քան մահը։ Այդ մեծ պայքարում այն հաղթեց բնական զգացմունքներին, վշտին ու տրտմությանը, երբ նա խիստ տագնապած էր և նրա հոգին մահի չափ տրտմած։ Նրա ամբողջ կյանքի ընթացքում էլ մենք տեսնում ենք, որ նա լի էր խոր ու ջերմ զգացմունքներով։ Մենք կարդում ենք նրա մեծ խանդի մասին, որը մարմնավորում է 69-րդ Սաղմոսի խոսքերը. «Քո տան հանդեպ նախանձախնդրությունը կերավ ինձ», խոսք 9-րդ։ Մենք կարդում ենք նրա վշտի մասին ժողովրդի մեղքերի համար։ Նա էլ բարկությունով 4 կողմովը նրանց մտիկ տալով, նրանց սրտերի կուրության համար տրտմեց։ Մարկոս 3-րդ գլուխ 5-րդ խոսք։ Եվ նաև, թե ինչպես նա լցվեց գութով ու ցավով և բարձրաձայն արտահայտվեց, տեսնելով անաստված մարդկանց մեղքն ու թշվառությունը, ինչպես նաև Երուսաղեմ քաղաքը, որը լի էր այդպիսի մարդկանցով։